Կալանքի տակ շարունակում են երկար մնալ մարդիկ, կալանավայրում կալանավորված մարդիկ մինչև դատավորի որոշումը։ Դուք ունեք վիճակագրություն, թե միջին հաշվով կալանավորը որքան է անցկացնում կալանավայրում սպասելով իր դատավճռի, որովհետև կան դեպքեր, երբ որ այդ ժամկետը մեղմ ասած բանականության սահմաններից էլ դուրս է։ Ես անձերի օրինակներ չեմ բերում, այստեղ մենք գիտենք այն մարդկանց, որոնք քաղաքականության մեջ են կամ հայտնի շուտ դեմքեր են, իրենց մասին գիտենք, բայց բազմաթիվ մարդիկ, որոնք տարբեր գործերով են անցնում, կալանավորված են եւ այս կամ այն պատճառով ամիսներով, նույնիսկ տարիներով մնում են կալանավայրում։ Այս վիճակագրությունը ունեք եւ ինչ խնդիր եք դրել, որ այս խայտառակ իրավիճակից մենք դուրս գանք։ Դուք ունեք ուսումնասիրություն, թե այդ կալանավայրերում կամ քրեակատարողական հիմնարկներում, ասենք բանտարկվածները, իրանց պայմանները, կենցաղը ինչպիսին է, որովհետև ես ուզում եմ հասկանալ, պետությունը խնդիր է դրել, որ այնպես անենք, որ իրենք տանջվեն, ասենք խավարասերները շատ լինեն, առնետները, դա հատուկ է արվում, որ իրենք հասկանան, ինչ վատ է օրենքը խախտելը եւ տանջվեն, կամ ջուրը լինի շատ վատը, դրա համար ենք պետք անում, թե ուղղակի չենք կարողանում նորմալ պայման ապահովել։ Այս ոլորտում ինչ ենք անում մենք, որովհետև ես հիշում եմ, որ անցած տարի, երբ որ դուք եկել էիք զեկուցելու, խոսում էինք նոր շենքերի մասին։ Ես ուզում եմ ձեր պատասխանում ասեք, ինչ ենք արել մենք այդ ուղղությամբ, ինչու առաջ չեն գնացել եւ ինչ պիտի անենք, որ այդ շենքային պայմաններից ազատվենք, որովհետև ես հիշում եմ, դուք էլ ասեցիք, որ ուսումնասիրությունները ցույց են տվել եւ ես էլ համաձայնվեցի, որ օրինակ Նուբարաշենը վերականգնման ենթակա չի, պետք է նորը կառուցվի այնտեղ, այդ ուղղությամբ ինչ է արվում։ Վիճակագրությունն է նաեւ հետաքրքրում, թե քանի հոգի այսօր տնային կալանքում է եւ քանիսը ոչ տնային ընդհանրապես հետաքրքիր է, ասենք այդ ինստիտուտը մենք ներդրեցինք, դուք էլ քիչ առաջ այդ մասին խոսեցիք, բայց հետաքրքիր է տոկոսային առումով տնային կալանք քանի հոգի են եւ կա տենց ընդունված որոշում, որ խմբերին ենք մենք տնային կալանք, թե դա թողում ենք դատավորի որոշմանը, թե ինչ որ չափորոշիչներ կա։ Հետո հիմա մի խնդրի մասին, որ քիչ առաջ էլ բարձրաձայնվեց, այդ թմրանյութերի եւ արգելված իրերի հոսքը քրեակատարողական հիմնարկներ։ Դուք ունեք պատկերացում, ինչ է պետք անել, բացի այդ սկաներների տեղադրումից, որ այդ հոսքը հասնի 0-ի, որովհետև երբ որ նշում եք, որ օրինակ դրոնով կարելի է իջեցնել եւ վերցնել, դա առանց տեղի աշխատողների բուռն աջակցության հնարավոր չի, որովհետև դրոնը գալիս է, իջնում է, գալիս են, վերցնում են ու այդ ընթացքում իրենք չեն նկատվում, ուրեմն ներսից աջակցություն ունեն։ Այս իմաստով ինչ եք մտածում, այդ աշխատողներին ոնց ենք փոխում, չենք փոխում, տանում ենք ուսումնական, չգիտեմ, ինչ որ հաստատություններ պատրաստվում են, գալիս են, իրենց նկատմամբ կա ճնշում։ Այդ համակարգում այնքան կապերը շատ մեծ է, որ նույնիսկ իմանում են այդ օրը սնունդ բերող վարորդի օգնականը ով է եւ մի 20 հոգով ճնշում են գործադրում այդ մարդու վրա, որ ինքը իրենց ուզած իրը տեղափոխի այնտեղ, այդ բաները բոլորը գիտեն։ Կան արտոնյաններ եւ ոչ արտոնյաններ, այսինքն ինչ որ մեկը տնտեսական ինչ որ հանցանքի համար հայտնվել է բանտում եւ ինքը այնտեղ ավելի է տուժում, քան ծանր հանցագործություն կատարած մեկը, որը այնտեղ այնպիսի պայմաններում է, որ ասենք շատերը տանը նման պայմաններում չեն ապրում։ Ունեք մշակած մոտեցում, այս ոնց ենք արմատախիլ անելու եւ
ես որպես հարց եւ առաջարկ, ինչ եք կարծում, չի կարելի արդյոք կամ ֆինանսավորման պակաս կա, թե բավարար է, որ մենք ընդհանրապես արգելենք սնունդը դեպի բանտեր, բայց պայմանով, որ այնքան բարձր որակի լինի, որ որևէ մեկը չասի այնքան վատնա սնունդը կամ լավը չի, որ ես կարողանամ օգտվել այդ սնունդից։ Նույնը հագուստը։ Դեպքեր կան, որ բոթասի մեջ են բերում, կոշիկի մեջ են թմրանյութը բերում, հագուստը տրամադրի պետությունը, բայց ոչ թե դա լինի են ֆիլմերով հայտնի են պիժամաներից զոլավոր, այլ սովորական հագուստ, որը մարդը չնեղվի դա կրելուց, էլի, այսինքն դա էլ է հոգեբան, մարդը ազատությունից զրկված է, դեռ մի բան էլ զոլավոր պիժամա ենք պարտադրում, դա էլ է հոգեբանորեն ազդում իրեն, այս առումով դուք ինչ մոտեցումներ ունեք։ Անդրեա Բարմիրասյան։ Շնորհակալություն պարոն Նազարյան, հերթով անդրադառնամ։ Սնունդ, ասեմ, որ հիմիկվա սնունդը, որը որ մատակարարվում է, բավականին նորմալ որակի է եւ շատ հաճախ ստուգումներ է իրականացում եւ անձամբ ինքս եմ ստուգում, փորձում ու բավականին նորմալ որակի է, բայց ունենք արդեն ռազմավարությամբ նախատեսված ռազմավարական նպատակ հասնել հենց ԵՄ ստանդարտներին, դա է հանել այդ հանձնուկների ինստիտուտը, որ ինքնին կոռուպցիայի կծիկ է, որի միջոցով են որ ներթափանցում բոլոր տեսակ, գրեթե բոլոր տեսակի արգելված նյութերը, իրերը, թմրանյութը։ Դրան հասնելու երկու եղանակ կար, շատ արագ հենց մյուս ամսվանից դա իրականացնել, բայց դա բավականին ցավոտ ռեֆորմ է, որտեղ մարդիկ սովորել են, ասում անընդհատ ընտանիքի անդամներին մի փոքրինչ նեղություն տալով ավելի ճոխ ուտեստներ խնդրել, որպեսզի բերեն, նաև մոնիթորինգը ցույց է տալի, որ շատ հաճախ հանձնուկների տեսքով գալիս են ոչ թե անհրաժեշտ իրեր եւ սնունդ, այլ ճոխ ուտելիքներ եւ ճոխ սնունդ։ Հա, ու դա մեզ ցույց է, դա մեզ իրականում մի քիչ ուրախացրել էր այն իմաստով, որ պետք չէ շատ փոփոխել եղած սննդակարգը, այլ պետք է մի քիչ լավացնել, բարեփոխել, եւ դա նշանակում է, որ մարդիկ իրականում այնտեղ նեղ պայմաններում գտնվելուց ուղղակի համային, այսպես ասած, հաճույքների վրա ավելի շատ ուշադրություն են դարձնում, պատվիրելով ճոխություններ, որոնք այդքան էլ անհրաժեշտ չեն։ Ինչ վերաբերվում է տնային կալանք, վարչական հսկողություն եւ բանտային կալանք համադրությանը, մոտավորապես 866 պրոբացիայի սարքավորումն է այսօր կիրառվում, որի մեծ մասը հենց տնային կալանք է, այսինքն 470 մոտ համարյա մոտ 500-ի չափով հենց տնային կալանք է, եւ դա նորից եմ կրկնում, դա նշանակում է, որ իրականում մեր իրավապահների իրականացրած լավ լավ աշխատանքի արդյունքում, երբ որ քրեական գործերի բացահայտումները շատանում են, մեղադրյալները ավելի շատ են ներգրավում, ավելի քիչ մարդ է հայտնվել բանտում, քան կհայտնվեր, եթե չլիներ այս պրոբացիոն ռեֆորմը։ Ինչքան մարդ է մոտավորապես այսօր կալանքի տակ գտնվում, թիվը անընդհատ փոփոխվում է, մոտ 1200 մարդու շրջանակներում է այդ թիվը տատանվում, եւ ինչ անել, որպեսզի արգելված իրերի մուտքը քրեակատարողական հիմնարկ քչանա կամ առհասարակ բացառվի, դա միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում էին պատասխանը, ոչ թե մենք ենք ինչ-որ նոր բան ստեղծում։ Առաջի հենց ամենակարևոր քայլը դա ամենի թվայնացումն է, այսինքն մարդկային գործոնի կրճատումը եւ դիջիտալիզացիայով հարցը լուծելն է, ինչ է դա ենթադրում։ Առաջինը հենց անելու ենք 100%-ով, դա արմավիր քրեակատարողական հիմնարկն է, ստեղծել խաչմերուկ, որով որ մարդ
ուտելիք իր չկարանա մտնի քրեակատարողական հիմնարկ, որևէ ձևով շրջանցելով այդ խաչմերուկը։ Երկրորդը դա խլացուցիչների համակարգն է, որովհետև նախկինում բջջայինով հանցագործություն կատարելը, բջջայինով կառավարելը որևէ իրի ներթափանցում չի եղել, նոր ինստիտուտ է, նոր պայքար է եւ Պարոն Քոչարյանը գնաց հենց այդ է ուզում ներկայացնել, որ արդեն մոտ 1 տարի է ուսումնասիրում ենք, շատ քիչ երկրներում կա լիցենզավորված համապատասխան խլացուցիչներ եւ գտել ենք չինական հենց նոր սարքավորումներ, որոնք ստացել են համապատասխան ստանդարտացում եւ իրենց հետ ենք հիմա բանակցում, ուղղակի այնքան մեծ է իրանց սպառումը, որ հերթով են տալի, այսպես ասած, հետները աշխատում ենք, խնդրում ենք, որ շուտ տան։ Եվ երկրորդ ուղղույց, այսինքն թվայինացում, դա 70-80%-ով է լուծելու, երկրորդը մարդու պետական աշխատողի, քրեակատարողական ծառայողի որակական բարեփոխումն է։ Դա անելու ենք ատեստավորման շնորհիվ, օրենսդրական արդեն ամրագրումներ ունենք, հիմա սկսելու ենք կրթել, ֆիլտրել, հնարավորինս լավերին վերցնել համակարգից, վատերին դուրս թողել համակարգ եւ ստեղծելով գայթակղիչ աշխատավարձային ֆոնդ ներգրավել լավ կադրերի, ինչը մենք փորձ ունենք, բարեկային ռեֆորմն է, որը որ մեկը հաստատ լավն է ու ավելի լավն է, քան նախքին ճոն։ Ճիշտ աշխատելու տեղ կա, բայց ուրիշ եղանակ չկա, այսինքն ստեղծել որակյալ ծառայող, որը լինի ավելի լավը, քան այսօրվանը, բայց նաև որին հնարավորություն չտալ գայթակղվելու եւ շրջանցելու, այսպես ասած, օրենքը։ Կենցաղ արտոնյալներ, ոչ արտոնյալներ, չգիտեմ մամուլի տեսնում եք թե չէ, բայց այսօրվա մեր նոր քրեակատարողական ծառայության ղեկավարությունը անզիջում պայքարա մղում հենց արտոնյալների, այսպես ասած, խավը ԿԿ-ներից վերացնելու։ Շատ ցավոտ է, այստեղ գտնվում են նաև մեր հարգարժան լրագրողները, հատկապես Արմլուրը, որ ամեն մեր նման միջամտությունից, գործողությունից հետո ահազանգում, ասում այստեղ ոնց որ թե սահմանը մի քիչ անցել եք, ավելի կոպիտ եք եղել, մենք հետները աշխատում ենք, ցույց եք տալի, ասում ենք, որ մտնում են քրեակատարողական հիմնարկ, պարզվում է, ասենք, բասկաթոռներ կան որոշ խցերում, ոնց չհանենք։ Այստեղ հարց է առաջանում, ոնց է հայտնվել, այդ ուրիշ հարց է, այդտեղ հետաքննություններ են եւ այլն։ Այսինքն հետևյալն է, երբ որ դու նշանակում ես առանց շահի, առանց ծանոթի քրեակատարողական հիմնարկի ղեկավար, արդեն սկսում ես դու պահանջել, որ այդ քրեակատարողական հիմնարկի ղեկավարը գործի օրենքի տառին համապատասխան, ինքն էլ սկսում է արդեն մաքրել նախ զրոյացնել այդ բոլոր, այսպես ասած, արտոնությունները, որ եղել են եւ նորից չթողել, որպեսզի արգելված իրեր ներթափանցեն քրեակատարողական հիմնարկներ։ Մյուս խնդիրը, որ ունենք, ջուրն էր եւ ինչ պարզվեց, նույն Արմավիր քրեակատարողական հիմնարկում անընդհատ տագնապ էր գալի, որ ջուրը վատ որակի է եւ այլն։ Մենք մեր 3 անգամ փորձաքննության ենք ենթարկել ջուրը, 3 անգամ տվել է դրական տարբեր հիմնարկներից ենք վերցրել, ոչ թե նույն հիմնարկով։ Եվ ինչ պարզվեց։ Պարզվեց, որ այդ ամբողջ աղմուկը անում են, որպեսզի հանձնուկի թվականակը ավելանան։ Ջուրը, երբ որ հանեին հանձնուկների կիլոգրամաքաշից, կավելանար հանձնուկը, կավելանար նաև հնարավորությունը մտցնել ԿԿՀ արգելված իրեր։ Այստեղ էլ որ մենք այսօր ես վստահ կարող եմ ասել, որ Արմավիր քրեակատարողական հիմնարկում ջրի խնդիր չկա, լուծված է այդ հարցը։ Նոր բանտով ուրեմն նախատեսված էր, որպեսզի Երևանի վարչական շրջանում նախկին Նուբարաշեն, Վարդաշեն քրեակատարողական հիմնարկների տարածքում կառուցվեր այդ նոր բանտը, ուրեմն մրցույթը հաղթեց ընկերություն եւ գեոլոգիա, գեոդեզիա իրականացնելու շրջանակներում պարզվեց, որ այդ հողերի վրա ներդրումը այնքան մեծ պետք է լինի, բետոնացումը, որ այնքան էլ նպատակ
կարմար չէ այնտեղ կառուցել եւ դա է պատճառը, որ այնտեղի բանտերը այդքան անմխիթար վիճակում են, այսինքն նախկինում չեն մտածել խորհրդային միության ժամանակում, տեսել են հողեր անպիտան Երևանից դուրս գտնվող, կառուցել են, դրա համար բոլորս մինչեւ հիմա տառապում ենք այդ սխալ որոշման արդյունքում, բայց լավ է նա, որ լուծում ենք գտե, որ ոչ թե նորից զրոյից սկսենք հող ման գալ, հետո նորից մրցույթ անենք, մի տարի կորցնենք, հենց նույն մրցույթի շրջանակներում, հենց այսօր արդեն փաթեթը կազմված է եւ աշխատակազմի հետ վարչապետի աշխատում ենք, որ այդ պրոյեկտը տեղափոխում ենք Աբովյան մեր քրեակատարողական հիմնարկի կողքը հսկայական հեկտարով հող ունի հենց քրեակատարողական ծառայությունը, որը շատ բարձր որակի լավ հողեր են, այնքան լավներ, որ նույնիսկ ներդրողներ կային, որ ուզում էին այնտեղ բնակելի թաղամաս կառուցեն։ Իսկ գիտենք բիզնեսը ավելի պրոֆեսիոնալ է այդ իմաստում, այսինքն հենց նույն շրջանակներում հունիսին պետք է հանձներ նախագծահաշվարկային այդ փաթեթը մեզ այդ ընկերությունը փոխել ենք նոյեմբեր Աբովյանի վրա ու պետքա որ 90%-ով գոնե Աբովյանի հողի վրա ոչ մի խնդիր չլինի։ Մյուսը Սևան քրեակատարողական հիմնարկի խնդիրն է, որտեղ որ ունենք արդեն պատրաստի փաթեթ նախագիծ ամբողջ ունենք եւ այս տարի պայմանով մրցույթը հուսամ, եթե ֆորս մաժոր չլինի, կդնենք հենց այդ մեր սահմանաձև այդ մեծ գերմանականը, որ ձեզ ցույց ենք տվել, դրա մի հատվածի կորպուսի մոտ 220 դատապարտյալի համար դատապարտյալ կանոնավորի համար նախատեսված ԿԿ-ի կառուցումը Սևանում։ Ընթացիկ հետևյալն ենք անում, որ այստեղ կամ պատգամավորները իրարետել են գնացի Արմավիր ԿԿՀ, տեսնում ենք խնդիրներ, արագ սկսում ենք լուծել, օրինակ ինչ ենք անում, որ բանտերում վիճակը լավանա, ընթացիկ վերանորոգումներ եւ Արմավիրում այս տարի բարձենալով կարող եմ ասել, որ վերջապես մեկնարկը տրվեց այդ օդափոխության համակարգի, այսինքն ձեզ էլ կհրավիրեմ, որպես պատգամավոր գնաք, տեսնեք, թե ինչ նորմալ վիճակ է, այսինքն խոնավություն ամեն ինչը դուրս է եկել, շոկ վախտ, գիտեք Արմավիրում ինչ շոկ է, նորմալ արդեն 25 աստիճան ապահովում է, ցուրտ վախտ ապահովում է, դա նաև մեզ հնարավորություն տվել է դռների վրայի այդ խցիկները փակել, որ առաջ իրանք բաց էին պահում, որը նույնպես կոռուպցիոն, այսպես ասած, շղթայական կոմունիկացիայի ձև էր։ Եվ ձեր վերջի հարցը, ինչ անել, որ քրեական արդարադատությունը այդքան դանդաղ չիրականանա, որը կբերի նաև իր հետևանքները կալանքի տակ գտնվող երկար պրոցեսներ, դա հետևյալ շղթայական լուծումներն էր։ Առաջինը մոտ 100 քննիչով ավելացավ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների հաստիքները, դա նշանակում է, չասեմ 100 անգամ, բայց 10 անգամ ավելի արագ քննվող գործեր, այսինքն մի քննիչի վարույթում, եթե 30 գործեր կդառնա գոնե 20 ու կկարողանան արագ ապահովել։ Ավելացավ քննչական կոմիտեի հաստիքները, դա նշանակում է էլի արագացում։ Քրեական եւ քաղաքացիական Առաջիացյանի քրեական եւ քաղաքդատարանը մի դատարան էր անհասկանալի կառավարման համակարգով ու հիմա առանձնացրել ենք, դարել առանձին քրեական դատարան իր կառավարումով, իր քրեականի նախագահով, առանձին խաղով։ Թվայնացում այդ տեսաձայնագրումը ոչ միայն մարդու իրավունքին ուղղված կարևորագույն երաշխիք է, այլ նաև այդ ամբողջը տպագրելու այդ ժամերով հարցաքննությունները ուղղակի տեսաձայնագրումով հետո կարողանում են արագ ընթացք տալ եւ նաև դատավորների ավելացմանն են գնալու եւ նաև իհարկե մեր եւ այլ արդարադատության օղակների կողմից հենց դատական պրոցեսների մոնիթորինգն է, այսինքն անընդհատ ստուգել, հասկանալ արդյոք ամեն ինչը իրականացվում է ժամկետների մեջ եւ օրենքի տառին համապատասխան ստիպելով արդարադատության բոլոր օղակներին աշխատել նորմալ աշխատաժամանակով, այլ ոչ թե մեղադրելով այս կամ այն օղակին ձգձգել պրոցեսները։ Եվ մի հատ էլ հարց տվեցիք, ոնց է որոշվում տնային կալանք, թե կալանք, այդ միջազգային ստանդարտ է, մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերով թողնված է ամբողջությամբ դատավորի հայեցողությանը, միակ տեղը, որ ես անընդհատ ուսումնասիրում եմ ու նայում եմ, փորձում եմ հասկանալ իդենտիկ նույն իրավիճակում
նույն մարդն է, ընտանիք ունի, հավասար անչափահաս երեխաների քանակ, պետական ծառայող, այսինքն իդենտիկ վիճակում է դատավորը ո՞նց է որոշել, որ մեկին որոշի տնային կալանք, մեկին որոշի գրավ, այստեղ է, որ միգուցե հնարավորություն կա կարգապահականների կամ ուսումնասիրությունների միջոցով ինչ որ արդյունքի հասնել, այն իմաստով, որ այսօր դատավորները իմանան, որ գոնե նախադեպերը պահպանել, այսինքն եթե դու մեկին տվել ես կալանք, դու չես կարող լրիվ նույնանման իրավիճակում չտաս, բայց տեղ էլի շատ սահմանափակված ենք հենց մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերով, որտեղ որ անընդհատ մատնանշվում է, որ սրա մեջ չի կարելի մտնել, սա դատավորը իր ներքին համոզմամբ պետք է որոշում կայացնի։